Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրացրեց կանխիկ եւ անկանխիկ վճարումների հարցը, օրինակ բերելով, թե ինչպես են վարչապետի աշխատակազմից մտել խանութ եւ պարզել, որ նույն ապրանքը կանխիկ գնելու դեպքում այլ արժեք ունի, անկանխիկի դեպքում այլ։ Այս կանխիկի հարցը պետք է լուծենք։ Իսկ թե ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ արագ է պատասխան գտնում։ Փակեք այդ խանութը։ Տնտեսագետ Հայաստան խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը խանութներ փակելը կացնային եւ ոչ արդյունավետ եղանակ է համարում։ Դրա փոխարեն պետք է հասկանալ խնդրի պատճառները։ Առաջինը, որ իրականում փոքր բիզնեսի հարկային բեռնը բավականին բարձր եւ շատ դեպքում անտանելի, այսինքն եթե ամբողջությամբ շրջանառությունը ցույց տան հարկվեն, գիտեք այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկի դրույքաչափը փոքր բիզնեսի համար նաեւ առևտրի փոքր խանութների համար 9%-ից դարձավ 10%, այսինքն կրկնապատվեց։ Դեռ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտավ կանխիկի շրջանառության կրճատման փաթեթը։ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն էլ հանրությանը հայտարարեց, որ կապ չունի կանխիկ եք վճարում, թե անկանխիկ։ Ապրանքների գինը տնտեսվարողի կողմից պիտի նույնը լինի։ Տնտեսվարողները երկու տարբերակ ունեն՝ կամ սնանկանալ, կամ խուսափել հարկերից։ Ըստ տնտեսագետի երկրորդ պատճառը բանկային համակարգում անկանխիկ շրջանառության համար չափից դուրս բարձր տոկոսադրույքի սահմանումն է։ Բանկային համակարգը պետք է այնպես կարգավորվի այցում պետական գործիքակազմով, որ անկանխիկի սպասարկման միջնորդավճարները, տոկոսները այսչափ բարձր չլինեն, ինչպես մեր երկրում են։ Կանխիկ վճարման դեպքում տնտեսվարողը միանգամից ստանում է իր գումարը եւ կարող է օգտագործել շրջանառության մեջ։ Իսկ անկանխիկի դեպքում պետք է սպասել 1 ամիս կամ ավելի։ Այդ 1 ամսից զատ գումարվում է ելի մի քանի, այսպես ասած, գումար փախցնողներ, այդ թվում բանկերը, որոնք եթե օրինակ քաղաքացին կամ հետադեպ տնտեսվարողը, եթե վճարումը կատարել է քարտով, օրինակ վիզա քարտով, առնվազն 2.5% այդ գումարից բանկերը տանելու են պրոցեսինգի համար։ Ինչ վերաբերում է վարչապետի այն հարցին, թե մեր ինչին է պետք կանխիկը, տնտեսագետը գնահատում է որպես թեմայի արհեստական սրում, ընդգծելով, որ իրական խնդիրն այլ հարթության մեջ է։ Խնդիրը այլ տեղ է, խնդիրը այնտեղ, որ Հայաստանի Հանրապետություն կա հստակ բանկային մաֆիա, բառի բուն իմաստով, եւ այս բանկային մաֆիային անընդհատ տարատեսակ եղանակներով կառավարությունը փորձում է հարստացնել զարգացած երկրներում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Անգլիայում, Ամերիկայում հավասարապես պատտվում է եւ կանխիկը եւ անկանխիկը։ Ինչի մասն է խոսքը։ Փորձագետների կարծիքով տնտեսության բնագավառում կայացված որոշումների մեծամասնությունը մեզ թելադրում են Համաշխարհային բանկը եւ Արժույթի միջազգային հիմնադրամը, որոնք մեր գլխավոր վարկատուներն են, քանի որ Հայաստանը հայտնվել է ֆինանսական ստրկության մեջ։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։